Երեք գիշեր ուժամին նայեցի, թե ազգային ժողովում ինչ է կատարվել։ Սրանք տենց էլ չհասկացան, որ մեզ ձևական եկեղեցի պետք չի։ Մեզ ձևական տերտերներ պետք չեն։ Մեզ ձևական կաթողիկոս պետք չի։ Մեզ նորմալ կաթողիկոսա պետք։ Պետրիշ Ներսիսյան, Տաթևից էլ հա բիզնես կենտրոն սարքիր, այ հոգնած, այ ողորմելի։ Այն Ղարաբաղցում տարար դրեցիր այն սրբի գլխին կոնտրոլ, որ փող աշխատի։ Հիմա էլ գաթա եք մցրեն դե սարքում եք պոպոկով, ռուսները վիդեոներ են անում, դնում, ռեկլամ անում։ Ես դեմ չեմ, որ իմ երկիրը ռեկլամ անեն, բայց ես ահավոր ծանր եմ տանում, որ իմ եկեղեցուց բիզնես կենտրոն եք սարքում, այ հոգնածներ, այ պղծեր։ Ոնց եմ զզում դեզանից, ոնց։ Արա դուք ամենաառաջին աթեիստներն եք այս երկրի, որովհետև եթե դուք Աստծուն հավատայիք, դուք երբեք եկեղեցում նման բան չէիք անի։ Կանեիք եկեղեցուց դուրս։ Այդ ինչի համար ես են Ղարաբաղցում տարել դրե կոնտրոլ չէ գլխին։ Հայր Միքայելի։ Հա? Հայր Միքայելի մազը ծռվավ, ես դες սաղի չոքեցնելու եմ։ Այդ Ղարաբաղցուն էլ հետը։ Ամեն անգամ մտածել եմ Տաթևին ձեր չտամ, որ հանկարծ Հայր Միքայելին ճնշումների չենթարկեք, կտանքների չենթարկեք։ Բայց ոնց հասկացա, ինչքան ձայն չեմ հանում, այնքան հաբրգում պորտի բամբուլ եք դառնում։ Արա տես տեղ կա, որ դուք չփախցեք։ Ձեր հայրիկ մայրիկը։ Կտրիշ Ներսիսյան, դու այս երկրի չարիքն ես։ Այս երկրի պազորն ես։ Դու չարիք ես խաձաչի։ Առավոտ շուտ տեսա, որ ոմն փաստաբան մտել է եթեր մննմա, դիմակավոր մարդկանց հատես է։ Оказывается, բեյբի քոչի տուն են մտել։ Պատկերացնես, հիշեցնում ա, որ տանը 3 անչափահաս բալիկներ կան, հարսածակում, այդ մնդացողը տեղյակա, որ սրանք այդքան ընտանիք են մտել, քան երեխա են եղել այդ ընտանիքներում, ինչ-որ բան հաշվի են առել, արժե համակարգիչ ա խոսում, տո լավ է։ Ես սպասում եմ, որ ոչ միայն մտնեն, այլ գործողություններ տեսնեն ու բոլորը պատասխան տան։ Ես ամեն օր, ամեն Աստծո օր դրան եմ սպասում։ Գիտեք խի, որովհետև 8 տարի դուք ձեռ առաք ձեզ ու ասեցիք, որ վարչապետը թույլ թեմա է, ձեր քոչվորն ա ուժեղ տղա։ Այսինքն դուս ա գալիս, որ Փաշինյանը քոչվորի նման չի վարվել, թույլ թեմա է։ Դե հիմա սպասեք, որ ասма բռնվեք։ Որովհետև իմ պատվից ցածր է, որ իմ ազգային ժողովում կարան աթոռ առնեն ու վեր ընկնեն։ Դա իմ արժանապատվությանն ա կպնում, որ իմ ազգային ժողովում հնարավոր է աթոռ առնել։